Հենց այստեղ են կարճ զրուցել, հետո վիճել, որից հետո 45-ամյա տղամարդը որսորդական հրացանով կրակել է 31-ամյա Ռուբենին։ Չեն կարող ոչ մի բան ասել, որտեղ տեղում չենք ելել, որ տեսնենք կամ իմանանք։ Փակ էր այսինքն այստեղ։ Փակ չէր, այդ ամեն ինչ եղել է, օբյեկտի ներսում չի ելել, օբյեկտի հետ կապ չունեցող։ Դուրս նայել ես, մենք իրանց հետ չենք ելել։ Մենք մեր աշխատանքի վայրում ենք եղել։ Այստեղից որևէ բան չէ։ Այլևս ոչինչ չեմ կարող ասել։ Ուշ ժամ էր, հարակից խանութները փակ էին։ Մենք չենք տեսել, պատմում են խանութպաններն ու աշխատակիցները։ Խանութից դուրս չեն գալիս, էլի չենք շփվում։ Մենք էլ ձեր նման լսել ենք։ Օրինակ ես էլ եմ բանով եմ նայել, էլի տեսել։ Ինչ-որ վնասել է խանութը։ Բացարձակ։ Ոստիկանները հարցաքննել են նրանց, վերցրել տեսանյութը։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հանցագործության համար կասկածվող 45-ամյա Զովունեցին անսթափ վիճակում է եղել։ Իր անունով հաշվառված Սայգա տեսակի որսորդական ակոսափող հրազենից է կրակել։ Հայտնի է, որ Ռուբենը ոտքի հատվածում ստացել է ծանր վիրավորում ու տեղափոխվել հանրապետական հիվանդանոց։ Ինչ վիրավորում էր ստացել ոտքի հատվածում, որ մահացու էր, հիվանդանոցից չասացին։ Միայն նշեցին, որ նախաքննության ընթացք է, որևէ տեղեկություն չեն կարող հայտնել։ Քննչական կոմիտեն էլ այսպես մեկնաբանեց։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով առողջությանը ծանր վնաս պատճառելը եւ 335-րդ հոդվածի առաջին մասով հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը։ 45-ամյա տղամարդուն ձերբակալել էին 11-րդ փողոցում։ Նա մեքենան թողել էր դեպքի վայրում եւ փախուստի դիմել։ Հանցագործության համար կասկածվող տղամարդը 2 ամսով կալանավորվել է։ Ըստ մեր տեղեկությունների, սպանված տղամարդը հայտնի դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդին է։ Նախորդ շաբաթվա ընթացքում սպանության մի քանի դեպք է գրանցվել հանրապետությունում, մեկը մյուսից դաժան։ Ինչու են հաճախացել դեպքերը։ Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանը մի քանի պատճառ է առանձնացրել. հիվանդացած հասարակություն, ատելության խոսքի տարածում համացանցում եւ դաստիարակչական ֆունկցիայի համակարգային քայքայում։ Այս բոլոր գործոնների ազդեցության հետևանքով մենք տեսնում ենք իրավապաշտպան մարմինների գործունեությունը արդեն որպես պատժիչ, երբ որ հանցանքը կատարված է, բայց հանցանքների կանխարգելում համարյա չկա։ Ամոթի ֆունկցիան չկա, միմյանց հանդեպ վերահսկում չկա, որովհետև մենք դա համարում ենք ավանդապաշտություն եւ շատ վաղուց արդեն վատաբանում ենք։ Հանցագործությունների կանխարգելման գործառույթը բացակայում է, նշում է Աթանեսյանը։ Բացի այդ, հասարակությունում մտադրված քայքայում են ազգային արժեքները, իսկ ամոթն ու զսպվածությունը ներկայացնում որպես թուլություն։ Բարի, զիջող, բանակցող մարդը պետք է օրինակ լինի պետական մակարդակով, ընդգծում է Աթանեսյանը։ Մինչդեռ հայ հասարակությունում գնալով պակասում է այն, երթևեկությունից մինչև դպրոցներ, դպրոցներից բուհեր ու համակարգեր։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։